Սիրելի բարեկամս, ես այսօր ուզում եմ քեզ վկայել Հիսուս Քրիստոսի մասին, Աստծո միածին որդու մասին, որը եկավ այս աշխարհ, համայն աշխարհի մեղքերի համար, իմ եւ քո մեղքերի համար, բարեկամս, նա խաչի վրա կյանք ա դրել։ Նա մահացել է, նա տառապել է, նա չարչարվել է, նա արյունաթափել իմ եւ քո մեղքերի համար, բարեկամս, որպեսզի ես եւ դու ճանաչենք Աստծուն։ Սիրելի բարեկամ, Աստվածաշունչը ասում է, որ երկնքի տակ ուրիշ անուն չկա մարդկանց տրված, որով մարդը կարա փրկվի։ Միայն Հիսուս Քրիստոսն է, որ կարա մարդուն հավիտենական կյանք պարգևի։ Միայն Հիսուս Քրիստոսն է, որ կարա մարդու կյանքը փոխի։ Միայն Հիսուս Քրիստոսն է, որ կարա քո մեղքերը ների։ Միայն Հիսուս Քրիստոսն է, որ մարդու կյանքը իմաստավորում է։ Առանց Հիսուսի, բարեկամս, մարդը ապրում է ունայն կյանքով։ Մարդը ապրում է խավարի մեջ։ Մարդը գնում է հավիտենական կորուստ, հավիտենական տանջանքներ։ Առանց Հիսուսի, բարեկամս, մարդը չունի ապագա։ Մարդը չունի հույս։ Մարդը չի կարող երջանիկ լինել առանց Հիսուս Քրիստոսի, բարեկամս։ Ես ուզում եմ, որպեսզի դու այսօր սթափվես, բարեկամս։ Աստվածաշունչն ասում է, որ մարդկանց տրված է մեկ անգամ մեռնել եւ հետո դատաստան։ Կյանքը դա Աստծո պարգև է։ Կյանքը դա Աստծո շնորհք է, որ այսօր տրված է ինձ ու քեզ, բայց այդ կյանքը մի օր պետք է ավարտվի, բարեկամս։ Մենք մի օր գնալու ենք այս աշխարհից, մենք մի օր գալու ենք մեր եզրահանգման, մենք գալու ենք մի օր այն հանգրվանին, որը կոչվում է մահ, որը մեզ պիտի բաժանի այս աշխարհից, այս կյանքից, եւ ինչ է լինելու դրանից հետո։ Երբևէ, բարեկամս, դու մտածել ես, խորել ես դրա մասին, ինչ է լինելու ինձ հետ, երբ որ ես գնամ այս կյանքից, այս աշխարհից։ Սիրելիս, Աստվածաշունչը խոսում է հավիտենական կյանքի մասին։ Աստվածաշունչը խոսում է հավիտենական տանջանքների մասին, հավիտենական դատաստանի մասին։ Որտեղ ես դու գնալու, որտեղ ես դու հայտնվելու, ուր ես դու գնում այսօր, բարեկամս։ Սիրելիս, Աստված սիրում է քեզ եւ ամեն ինչ արել է, որպեսզի ես եւ դու չգնանք կորուստ։ Հիսուսը այն կամուրջն է, որ Աստված ստեղծել է իմ ու քո փրկության համար։ Հիսուսը այսպիսի խոսքեր ասեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։